Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Պողոսյան, փորձենք անդրադառնալ երկու սպանության եւ լսել ձեր տեսակետը։ Արմավիրի մարզ Մերձավան բնակավայր սպանվեց ընդդիմադիր, այս ընդդիմադիր ես եմ ստիպված նորից նշում, կարող եմ ասել համայնքապետ, բայց քանի որ մամուլում մատնանշվում է հենց ընդդիմադիր, երբ թե սա նշանակություն ունի ինչ որտեղ, Վավեդիա Գրիգորյանի սպանությանը անդրադառնանք Սանկտ-Պետերբուրգում մահացած գտան Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Մեկը Ռուսաստանում, մյուսը Հայաստանում։ Ինչի մասին են խոսում այս սպանությունները, ընդ որում ընդդիմադիրները անմիջապես սկսեցին հայտարարություններ տարածել, որ ընդհանրապես այս սպանությունները, որ կատարվում են, դա Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի խղճի վրա են։ Եվ եթե միջև հիմա մարդկանց ինչ որտեղ փորձում էին վախեցնել, գույքը ձեռքներից վերցնելով կամ ինչ որ կալանավորումներով, հիմա արդեն գնում են ուղիղ սպանությունների։ Ինչի մասին է սա խոսում եւ արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանի ուսերին դնել այս բեռը, այս ամբողջ ծանրությունը, ընդ որում վարչապետը շատ կոշտ առաջադրանքով եւ հայտարարությամբ հանդես եկավ, բացահայտել մանրամասները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախ եւ առաջ ճիշտ չի լինի, որ միայն Վալոդիա Գրիգորյանի մասին մենք ասենք, որտեղ մի հատ էլ վիրավորում ենք, մի հատ էլ ոստիկան ազողվել, մենք ցավակցում ենք բոլոր դեպքերում իրանց ընտանիքներին ու մեր ոստիկանների ընտանիքներին էլ ենք ցավակցում, ոնց ասեմ, ոնց որ 90 թվականները եկավ Հայաստան մտավ էլի նորից։ Ես լսել եմ, որ հիմա մեղադրում են, որ իբրև Նիկոլ Փաշինյանի մատը խառնա, բարձել գրում են, նայեք, ես մի հատ օրինակ բերեմ, ստեղ կա մի հատ հայտնի բլոգերը Միկա Բադալյան, ես ուզում եմ ուժային կառույցներ ուշադրություն դարձնել, իրանց Telegram կանալում, համենքի ոչ թե միայն բլոգերն է, համ էլ ռուսական համակարգի NGO բան, no government organization բանը, ոչ պետական կազմակերպության բան, Եվրազիայի բանը, նախագահն աստեղ, իրանց Telegram կանալում դնում է, որ էդի բան, Նիկոլի գործն է, Նիկոլ Փաշինյանի գործն է, դրանք են կազմակերպել, իշխանությունն է կազմակերպել, նայեք, էդի շատ վտանգավոր բաներ է, այսպես հայտարարությունները շատ վտանգավոր, շատ մեծ վտանգ է բերում մեր Հայաստանի համար, ինչու համար, նախ եւ առաջ դա շատ ցանդր մեղադրանք, շատ ցանդր։ Հիմա ես ասում, եթե Վլադիմիր Պողոսյանը հենց հիմա սենց հայտարարություն կանի, իմ հետևից միանգամից կգան։ Մնացածներ ինչ որ ասում են, չեն ասում, սենց անցնում գնում է։ Լուրջ չեն վերաբերում, թե այդ մարդիկ այն մարդիկ չէ, որ այդ պահին պետք է թիրախավորվեն։ Չէ, ես չեմ հասկանում, չէ, նայեք, պետությունը ունի իրան գաղափարը ու իրան ճանապարհը եւ իրան օրենքը։ Կապ չունի այդ մարդ հիմա վտանգավոր է պետության համար, վտանգավոր չի պետության համար։ Եթե խոսք օրինակ կա ընդդիմադիր, բայց մակուր ճանապարհով աշխատում, չէ։ Խոսք օրինակ ես երբեք ոչ ֆակտերով երբեք չեմ խոսում։ Եթե ես ինչ որ մեկի դեմ խոսում եմ, ես կարամ էդի ապացուցեմ։ Փաստեր ունեք։ Փաստերը ու դրանք ինչու չեն անդրադառնում ու չեն ասում Պողոսյան սուտ ասում, որովհետև գիտեն որ պատասխան եմ տալու ու ապացուցելու եմ էլի։ Բայց ես երբեք ասենց ցանդր մեղադրանքը չեմ առաջանում, որ մեղադրեմ խոսքի օրինակ, ինչքան ես Նիկոլ հետ համաձայնել եմ, Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինեմ, բոլոր դեպքերում դա իշխանությունն է։ Այսինքն տարաձայնությունները Տարաձայնություններ կա, խոսք օրինակ վատ իշխանությունն է, լավ իշխանություն, կապ չունի դա։ Խոսք օրինակ ուզում եմ ես որ դրանք մնան, չեմ ուզում որ մնան, բայց կարգ ու կանոն կա։ Ես իրավունք չունեմ, ասենց նո պատկերացրեք խոսք օրինակ ես աղագին լսարանում եմ Հայաստանում էլ դուրսում էլ։ Հիմա ես այս տիպի հայտարարություն անեմ, այդ նշանակում է ես իմ պետության դիշնամի եմ։ Այդ չի նշանակում ես Նիկոլ Փաշինյանին սիրում եմ կամ չեմ սիրում։ Բայց եթե դուք մեղադրում եք, փաստեր ապացուցեք, որ Նիկոլ Փաշինյանը մատը խառնա։ Եթե դուք
այս տիպի բաներ է ասում, կամ պատվերն է, պատվեր է կատարում, կամ Հայաստանը քայքայում եք, սենց որ իրավիճակը ավելի բարդ դառնա, ու այդ բանով օգտվեն ու գնան առաջ։ Դրա համար ես ասում եմ, այդ Միկա Բադալյանը կոչվածը, որ հասարակությունը հա մենք գիտենք Ռուսաստանի համար, Լավրովը էլի ասում մենք գիտենք ձեր գործերի առած մասին, պարոն Փաշինյան, ումից ես վախում, Լավրովից ես վախում, դու ասա վախում եմ։ Դու եթե մեկին բռնում ես, մեկին նայեք, Սամվել Կարապետյանը մի բարով, մի բարի պատճառով Փակի տակ է։ ասես մեր ձևը ինչ ասում, պաղպաղակը վերցրես, ասում գնում եմ մեր ձև, էդի մեր ձևն է։ Պաղպաղակով կաղնելու եմ։ Կամ միած ցանկ եմ վերցնելու, կաղնելու եմ, էդի մեր ձևն է։ Վերցնում եմ մի քանի ամսով փակում են։ Մարդը կոնկրետ ասում է Նիկոլ Փաշինյանը սարկած գործն է, հանգիստ քայլում է։ Ոնց հասկանանք։ Խոսքերով մենք չենք հասկանում։ Այդ չի նշանակում միայն Միկա Բադալյանը, բոլոր ով ոչ ապացուցված սենց հաճում է այդ բաների ասում է, որ իշխանությունն է այս գործի մեջ կա, պիտի ձեր պակալված լինեն, տանեն ու ասեն սուտ մատությունն է, ասում ես, ապետ պատասխան դուր։ Դա չի դառնում դիկտատուրա։ Այսինքն, հիմա նայեք Տիկին Մարինա։ Մենք ժողովրդավար ենք։ Տիկին Մարինա, մի րոպե։ Կա բաներ խոսքին եք, ես ասում եմ, ձեր ակնոցներ իմ դուր չի գալի։ Դա դեմոկրատիա, ուզում եմ ասում եմ դուր չի գալի։ Հիմա պատկերացրեք, ես ասում եմ, ինչ որ պարակյարում կատարվել է, ես ասում հաստատ ես դվարներ ունեմ, որ դուք ձեր մատը խառնանտեղ։ Ու չեք գնալու դատարան, դա չեք տալու ինձ։ Դե բնականաբար արդեն պետք է լինի հակադարձում այ։ Մանավանդ նայեք, Հայաստանում հիմա սենց է, նայեք։ Ինտերնետի մեջքի հետևից մարդիկ նստած են, բերանից ինչ որ դուրս է գալի ասում են, այս շեշ բաներ խոսում են, ուլիկը մարդիկ կան, արդեն պիտի ոչ շալվար հակեն, այ կանայք համար համազգեստ պիտի հակեն, շորերը, ու գնան կանեն, մտնում են, այս շեշ բաներ խոսում են, մտնում են, չգիտեմ, մարդկանց մասին սեփական բաների մասին են մտնում, Նիկոլ Փաշինյանը կինը տենց է, այս մեկը կինը տենց է, ոնց ասեմ, անմակարդակ, անորակ, պրոստը բիոլոգիկ մասսա է։ Ու այս տիպի մարդիկ շատ են Հայաստանում դարել։ Այս ժամանակ էլ կգա, մենք կմակրվենք իրանց, ազատենք Հայաստանից այդ չումոյից, այդ բան չումայից, այսինքն։ Ուրեմն, դա շատ վտանգավոր քայլ է։ Մենք չգիտենք նախ եւ առաջ ով է պատվերել, բայց այն նկարը, եթե դուք արդեն տեսել եք ոնց են սպանում, պրոֆեսիոնալ, ոչ թե պրոֆեսիոնալ, ու դա ոչ թե կիլերն է, քայլերից իրան ոնց է քայլում, ոնց է շարժում, դա սովորական կիլեր չի, այդ մարդ, որ ծառայել է բանակում, ես չեմ կարող ասեմ բոլոր երկրում, բայց իրան շարժումից ես տենում եմ ինքի եւ չի վերիպում։ Նայեք 18 գնդակ եւ վերջում այդ հրացանի կոթով շատ ներողություն պարոն Պողոսյան, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ թուրքի ձեռագիր է սա։ Նայեք մարդու քայլելուց ես կարամ հասկանամ մոտորապես մարդ որտեղ է իրան որտեղ են պատրաստել որտեղ իրան քայլերից ոնց է քայլում նո հաստատ ինքի անցավ հակադիվերսիոնական հետոխոզության խմբի մասնագետա այսպես ասած դերգեի մասնագետնա քայլերից իրան համազգեստը ոչ երեւի տենում ենք ոնց է քայլում հասկանում եք ձեռնոցները ես կանեմ հետաքրքիր չի կարած բիշների համար ձեռնոցներ վերցնես Դե ամենակարևորը ինքը ոնց է շարժում, իր մեջքը ոնց է պահում, ոտերի ոնց է քայլում։ Էդի մասնագետա, որ ոչ թե կիլերն է, կիլեր sense չի շարժում, sense պատրաստություն չունի։ Էդի մարդ որ անցավ sense հատուկ պատրաստություն։ Դիվերսանտների, հա, տախոսյան խմբերի մասնագետ, այ sense ասեմ, դերգեի մասնագետն է։ Ու բացառված չէ, որ դրսից էլ կարան սարքեն, որ Հայաստանում, այսպես ասենք, այդ տարբուլենտնստի միանգամից սկսի, որ իրավիճակը ավելի բարդ դառնա։ Այդ հիպոթեզա եմ ասում, sense։ Կարող ներսի բաները մեկին
Այսինքն քաոս սարքելու նպատակով են արել այս ամենը։ Այստեղ մի քանի բան կա։ Մենք չենք կարող միանշանակ ասենք, որ հաուսի հետ կապված ուզում եմ միջև վերջ կայքալին Հայաստանը, որ sense այդ մտնեն турբուլենտնիստի մեջ, ասում եմ մի քանի հատ բան կա, այսինքն կարող է իրար մեջ Հիշում եք Մարտին անձնական, այսինքն Մարտին հիշում եք, չէ՞, ինչ ա եղել, դեպքերը ունեցել։ Փետրվարին, այո, նույն համայնքում իր նախբերի նստած անդեղ էլ կրակոց, վրակոց ա եղել, սպանություն ա եղել։ Կարող է վինձետա է։ Կարող է եւ չէ, օգտագործել են իբրև վինձետան ու այդ բանը սարքել են։ Կարող է արել են դրա համար, որ մեծ մասը սկսեն ասել, որ դա իշխանությունն է։ Բայց բոլոր դեպքերում ես բոլորի կոչ եմ անում, որ եկեք ոչ մի բան չվերլուծենք, հələ որ ոչ մի բան չհայտարարենք, նայենք ալցեն ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր ոստիկաններ, քրեական վարչության պետը ինչ ասելու, դրանք օպերատիվ հիմա աշխատանք են գնում, օպերատիվ գործականում հիմա դրանք պիտի ասեն, կբռնեն, ուրեմն ժամանակ ասեն, ոնց ինչու նա հետո հիմա որ մենք սկսենք մեկի մասին մտածել, երկրորդի, հիմա ասում են Ռոբիկ Էլիակարովը սարկացելնի Մոսկվան, Թուրքիան, Ադրբեջան, կարանք ասենք, որ Մարսից են եկել, կառավարությունն է ստեղծել, ես կոչ եմ անում, եկեք սպասենք, դա շատ բոլորի համար դա շատ sense շոկի մեջ ենք։ Ես առաջարկում եմ ու կոչ եմ անում, եկեք սպասենք ոչ մի բան չասենք, արդեն մեր ԶԼՄ-ները են սկսել են տելևիզորով բանով ասել, որ իբրև կարող է իշխանությունն է, դա շատ նայեք, այդ աճոկները չի տալիս, բայց հետո որ պարզի որ Նիկոլ Փաշինյանը Իրան իշխանությունը ստե կապ չունի ընդհանուր, ինչ է կանելու։ Ներողություն են խնդրելու։ Չէ, ինչ ներողություն, բայց դրանից հետո հենց չեն ավատում իրանց, բայց որ հետո պարզ ալնելու, որ դրանք вообще կապ չունեն ընդհանրապես, դրանք իրենց ջնջվում են, հասկանում եք, միանգամից փոշ են սարքում այդ TV կանալից այդ միակ բանը, որ ըստ ձեզ բացահայտ է, սպանություն կատարողը պատրաստված մասնագետ է։ Միանշանակ մի քանի անգամ կրակից, չնայած քանի մետր ա եղել, բայց մի անգամ sense համելիեցնում եմ ինքս ինքը ոնց ա բերնում, ոնց ա քայլում, չէ, դա սովորական կիլլեր չի։ Իսկ կողքին տեսել եք ինչ որ մարդկանց պատկերներ, որ հետևում են թե ինչպես է արվում սպանությունը, կա, այդտեղ կան մարդիկ, որոնք հետևում են թե սպանությունը ինչպես է կատարվում։ Կա ինչ որ նկատել եք այդ վայրում, որտեղ սպանությունը արվել է։ Իրենցից բացի այլ մարդիկ նկատելի են տեսանյութում։ Կան, որ հերվից հետևում են, որ այդ սպանությունը արվի։ Նայեք, ես չեմ տեսել, չեմ նկատել։ Ինչու եմ ասում, որտեղ կամ ես անուն ազգանուն չեմ տալիս, բայց մարդիկ կան, որ այնտեղ մեկնաբանություններում գրում են, որ չեք տեսնում, որ այնտեղ մարդիկ են կանգնած, կան մարդիկ, որոնք տեսնում են եւ երկրորդ անգամ, երբ որ վերադարձավ նորից տեսնելու ողջ եմ ասել թե ոչ, հենց նրանց պատվերներ կատարում։ Իմ կարծիքով, չէ, պատվեր կատարողը երբեք կիլեր չի լինում։ Հասկանում եմ, ինձ չի հետաքրքրում այդ ով ասել, բայց այդ մարդիկ շատ հերոյ գործելից էլի, դրանք չեն հասկանում ինչու մասին են խոսում։ Կիլերը երբեք չի գալիս, պատվեր տվողը կողքը կանց ասում մի հատ էլ գնա մի հատ նայ միջև վերջես գործ արի, գնաց նայեց ասում հա շեֆ ջան, հա всё, բայց սես բան չի լինում, լավ էլի, դաժե ամենավատ կինոներում սես բան չի լինում։ Իմ կարծիքով որ ինքի մոտեցավ ինքը նկարվեց։ Նկարեց։ Այդտեղ է հաստատումը տանում է, որ տանում ոչ դրանք նայեք, եթե դա կիլերն է, դրանք երբեք կարող է պատվեր տվողը իրան իրեսել չի տեսել։ Կարող է մի քանի հատ միջնորդ կա։ Կարող է չգիտեմ, Մեքսիկայից է եկել, թող ինձ 1000 անգամներ են, նու խոսքին է, Գվատեմալից է եկել, Աֆրիկայից է եկել։ Մենք չգիտենք որ երկիր, կարող է Հայաստանից է, կարող է Ռուսաստանից, կարող է Աֆրիկայից, չգիտեմ, կարող է Լատին Ամերիկայից է եկել։ Սենց դեպքերում կիլլերը ու իրան պատվեր տվողը իրար երբեք չեն տենում ու չեն ու ծանոթ չեն։ Եթե այդ իսկական պատվերը, իսկական ոսեն բան, կլասիկ ձևով իրար չեն տենում, չեն ճանաչում։ Վերջում դա կարող ասես բաներ ալնում, վերջում կիլլերին են ոչնչացնում։ Ավելի վաշե всё այդ կապերի կորումը միջև վերջ։ Գնում են տաղում են ու կիլլերին չեն բռնում։ Ինչու՞, եթե կիլլերին բռնում են, հաստատ միջնորդ էլ կերևա, միջնորդից ով է կախնած անուններ կտրվեն։
միջև վերջ գնալու է։ Մեծ մասում դա լուրջ պատվեր է, սենց մեծ դեպքերում կիլերին ոչնչացնում են, որ այս բանը չմնա, հետք չմնա էլի։ Դրա համար ես կոչ եմ անում բոլորին, ով հիմա ասում է, որ նորից ես ասում, ես չեմ պաշտպանում այս իշխանությունը, ես չեմ պաշտպանում, բայց դա շատ վտանգավոր քայլ է, եթե մենք պաստեր չունենալով ինչ որ մեկը իրան պատկերացումով մեկնաբանությունով բան ասում է իշխանությունն է։ Դա շատ վտանգավոր հակապետական քայլ է։ Կոչ եմ անում ժողովրդին այս տիպի զելմները չնայեք, չլսեք, չկարտահեք։ Ձեր մտքերը այսենց էլ չհայտարարեք, որ Նիկոլն է, Նիկոլ չի։ Նորից ասում, ես Նիկոլին չեմ պաշտպանում, բայց ես ասում եմ, պաստերը չունեք, ձեր բերան փակեք, սուսպուս ցեղը նստեք դեր։ Ժամանակը կգա, այ որ չեն կարան բացեն, այն ժամանակ մենք սկսենք վերլուծել։ Ինչու չեն բացել, բա ոնց է ստացվեց, մեկ բան ասեմ։ Նայեք։ Իմանալով որ փետրվարի մարտին էլ դեպքեր ա եղել, ինչ որ փետրվարի 5-ին ձեր պակալեն սպանություն ա եղել, չէ։ Այո։ Այսինքն դրանք գիտեն, հայերի մոտ այս տիպի բաներ սենսնես չեն անցնում։ Մեկը վինդետա լինելու է։ Եթե այդ վինդետա է, ես նորից ասում, եթե հա ուրեմն այս տարածաշրջանում այս մարդու հետ կապված դուք պիտի ուշադիր լինեք։ Կանխարգել էին։ Այո, օպերատիվ աշխատանք պիտի տարվի, միշտ հետևեք, լսեք, նայեք, դեռ ինչա կատարում 6000 հատ կամերա դրեք դեր, նայեք, հետո վերջում ինչ որ մի բան կարող է, նետա չէ։ Ինչի այդ հետևանքը, ահագին մարդիկ զորացրվել են բանից, ԱԱՑ-ից, ահագին։ Ու օպերատիվ ռեժիմը թույլաtsավ Հայաստանում։ Օպերատիվ ռեժիմը Հայաստանում շատ թույլ է, շատ։ Մանավանդ վերլուծական կենտրոններ համահացեում։ Ну, эти ավելի շատ ոչ թե ԱԱՑ-ի գործն է, ինչքան ներքին գործերի նախարարությունի գործն է դա։ Վերլուծական կենտրոնը գտնվում է ցածր մակարդակի, ինչու։ Դրանք պիտի հասկանան, վերլուծեն, որ դեպք է եղել իրար մեջ մի 6-7 ամիս առաջ, դեպք է եղել կարող է կրկնվի նորից կամ ուրեմն պիտի ուշադիր լինեն, դեղ իրանց բաժնի պետ կամ չգիտեմ դեռ ինչ տարածքային պետին պիտի ասեն, զգուշ եղեք, միշտ կոնտրոլի տակ պահեք այդ տարածքը ու այդ մարդկանց նկատմամբ ուշադիր եղեք։ Այստեղ օպերատիվ գծով խնդիրներ կա, վերլուծական բաներով, ամեն ինչ բաներ կա, որ այս բաներ չկատարում, հասկանում ես, մեր ուժայիններ մի քիչ այն մակարդակում չեն, հասկանում եք։ Դրա համար ես ինչ ուզում եմ ասում, այս տիպի մարդիկ, որ Միկա Բադալյան բան է, սա պրորուսական, սկսել են հաչել, որ մեր իշխանությունը այդ բանի գործի մեջ, դա շատ վտանգավոր քայլ է, շատ անընդունելի է որպես մեր պետության համար, ու այն մարդիկ, որ առանց ֆակտեր ասում են, որ իշխանությունը մատը խառնանդեղ, դա դեմոկրատիայի հետ կապ չունի դա։ Դա ծանր մեղադրանք է։ Իշխանությունը պիտի հասկանա, եթե առանց պաստեր, թեկուզ իշխանությունը ինչ որ մեկի մասին առանց պաստեր ծանր մեղադրանք առաջանում, ուրեմն իշխանությունները պիտի պատասխան տա, բայց իշխանության դեմ խոսացողը առանց պաստեր էլ պիտի պատասխան տա։ Վերջապես դեմոկրատիայի հետ կապ չունի դա։ Դեմոկրատիայի հետ խոսք ունենա, ես ասում եմ Նիկոլ Փաշինյան, այ դու ինչ որ թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ անում ես, իմ դուր չի գալի, պիտի հրաժարական տաս։ Դա դեմոկրատիան է։ Բայց ես որ հիմա գնամ ասեմ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվող է, դա արդեն քրեական բան է։ Դու իրավունք չունես այս բաները ասես։ Եթե բայց խոսք եմ տա, եթե ես պաստեր կունենա, ես որ առաջին ես կգայի ձեր մոտ կասեի փաստերը կան։ Պաստեր կան, ասում եմ, վիդեո կա, ֆոտո կա, խոսը ձայնագրել են ոնց է, բայց եթե չկա ժողովուրդ ջան, ում եք լսում։ Ում եք, դե ես էլ եմ ասում Մարսից են եկել։ Այդ թեմա շատ բարդ է, շատ ես գիտեմ լիքը մարդիկ լրագրողներ շոկի մեջ են։ Ազգը շոկի մեջ է, ինչ է կատարում Հայաստանում, բայց հույսով, որ այդ գործը կբացեն, բացահայտեն, կհասկանանք ով է կազմակերպել, ու ես բոլոր դեպքերում ասում եմ, որ օպերատիվ աշխատանքը պիտի ուժեղացնեն, որովհետև օպերատիվ ռեժիմը մեր մոտ
շատ թույլ վիճակում։ Ընտրություններին քանի դեռ մոտենանք, նման դեպքերը անխուսափելի կլինեն, պետք է աչալուրջ լինել, թե Նայեք, Արարատ Միրզոյան մի քանի օր առաջ ասեց, որ Հայաստանում այլևս քաղաքական սպանություններ չկա, չէ՞, քաղաքական գործիչների հետ կապը չկա, ասեց ստացավ։ Դերում եք, չէ՞, ոնց արվում։ Դա համար Արարատ Միրզոյանը կներեք, Ալեն Սիմոնյանն ասել կներեք Արարատ Միրզոյան։ Ուրեմն Ալեն Սիմոնյանն ասեց, այլևս Հայաստանում այս տիպի բան դեպքեր չկա։ Երևում է, որ կա։ Ու ոչ մեկը չի կարող ասել, որ էլ չի լինելու։ բայց կարող ենք ինչ որտեղ աշխատել օպերատիվ, կանխել, կանխարգելել։ Կա ակտիվ մոմենտներ օպերատիվ գործի մեջ, կան пассив։ Խոսքյունակ ինչ որ բարձրերում է դու պիտի ուժեղացնես այդ ուղղությամբ իր աշխատես։ Ընդ որում այս համայնքի հետ կապված սա բացարձակ ակնհայտ է։ Այո, դա բարձ երևոցող բան է եղել։ Այնտեղ պետք է լինեին ոստիկանության աշխատակիցներ, հա, երևի թե։ Հա, այդ նշանակումը դրանք չունեն վերլուծական կենտրոններ, օպերատիվ գծով, որ կարան ասեն նախարարին կամ վարչապետին, որ գիտեք, մենք կարծում ենք, որ շուտ է ուշ լինելու է։ ինչ որ բան այդ մարդկանց նկատմամբ լինելու է։ Առաջարկում ենք այս այդ քայլեր։ Քանի որ այս բանը չի արվել ու հանգիստ այդ կիլեր իրան գործը արեց, այդ նշանակում է այդ տիպի պաստատուղթ չի եղել։ Ցավոք սրտի, այդ նորից ասում եմ, այդ նշանակում է օպերատիվ գծով վերլուծական կենտրոնները շատ թույլ են։ Կամ իրանց չեն լսում, չգիտեմ, միգուցե գրել են, բայց պաստը մնում է պաստ։ Կարողացել են, մտածել են, պլանավորվել են, գնացել են սպանել։ Եվ ստացվեց իրենց։ Ստացվեց, հա։ Հիմա անդրադառնանք Բորիս Ավագյանի այս սպանության գործին։ Ինչ կասեք, ամեն դեպքում Արցախի հետ է կապված նախկին պաշտոնյա զինվորական ծառայության մեջ անգիտակից գտել են Սանկտ Պետերբուրգում։ Մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Նայեք, դեռ ինչքան ես հիշում եմ 4 գնումա 4 միլիարդից ավել Գումարի մասն է խոսքը։ Էդի մոտորապես մի միլիարդ անում է էդի մոտ 10 միլիոն դոլար, մոտորապես 50-ից մինչև Մեծ թվեր։ Դա Ռուսաստանի համար 50 միլիոն էդի շատ լուրջ փող է։ Բայց նայեք 4.5 միլիարդ ոնց որ գրած է, մի օրվա մեջ չի հավաքում։ Չկա sense բան Ռուսաստանում։ Ռուսաստանը եթե մի հատ ֆիրման, ոսկի օրինակ։ Այսօր դու պիտի 20% քու նալոգների մուծես կամ պոշլինան բան պիտի մուծես, չես մուծել։ Երկու շաբթի չես մուծել, վաղը չի միսօր գալիս ես, քու հաշիվները սաղ ձերբակալել են, փագեն, էլեկտրոնային բանով, նալոգի բան փագում է, սարացնում է։ Ինչքան փող կա եղած չեղածը վերցնում են։ Եթե սխալ են արել կամ ինչ որ դիմացություն ա եղել, գալիս ես ապացուցում ես փաստաթղթերով բացում են, բայց եթե չէ, վերցնում են։ Ռուսաստանում հնարավոր չէ, որ դու նալոգները չմուծես, կոսկրակ Հայաստանում էլ դա հիմա ավտոյի կարտ ունես, ուրեմն չես մուծում, գալիս բանկային քարտը փակում են, չէ՞ մի անգամից։ Ռուսաստանում ավելի խիստ է այդ բանով։ 4 միլիարդը մի օրվա մեջ չի հավաքվում։ Դա բացառված հետի տարիներ է եղել կամ մի տարվա մեջ է եղել, մի քանի ամսվա մեջ է եղել 4 միլիարդ նալոգ, դա շատ մեծ բան է։ Այդ ուրեմն նշանակում է դուք ոչ թե 4 միլիարդի ապրանք եք բերել, նշանակում մոտավորապես 100 միլիարդի ապրանք եք բերել, դաժե ավել։ Ամիսներ է պետք է որ այսքան ապրանքը բերես։ Ուրեմն սենց եթե սենց վերցնենք, աստիճաններով բարձրանանք, սովորական տամոժնից միջև նալոգի բանը գնում է լիքը մարդիկ խառնացեն, միջև կառավարությունը այդ հաստատ գնում է։ Հետո որ ինչ որ բան չեն կիսվել վերևում, դա հաստատ, այդ գործը բացել են, Ռուսաստանը ոնց են անում, նայեք, եթե մեծ գումարի մասին է գնում խոսակցությունը, մի անգամից ցես չեն բռնում, սպասում են, միջև այդ տիպը դառնա սենց, այ 4 միլիարդ, 5 միլիարդ, 10 միլիարդ չէ, հետո գալիս են քրեական գործ են բացում, որ բան լինել քեզանից վերցնեն, որ ազատվես։ Մի անգամից չեն փակում, հետևում են, նայում են արդեն մեծ տիպը, այդ մոմենտը գալիս են։
Ին կարծիքով այնտեղ խառնված են եղել շատ մեծ մարդիկ, միջև ուժային կառույցներից, միջև կառավարությունը, որտեղ շատ լուրջ գումար է էդի։ Հետո ինչ որ բան չեն կիսվել, պատերազմը սկսել իրար մեջ, այդ մարդը պետք չի եղել ոչ։ Էլ պետք չի եղել, համել վտանգավորը կարող է սաղ իր միջոցով է գնացել, կարող ստորագրություն բավականին շատ ինֆորմացիա է տիրապետել։ Կարող է մեկը որ ասում է մեկի մասին, կարող է փաստաթղթեր սենց դասավորված է եղել, որ սա ստորագրություններ իր մոտ է եղել։ Բայց եթե այդ ցեպոչկեն կտրվում ես, մնացած է սենց հանգիստ դուրս են գալի այդ գործից, դե գնա ապացույցով կարա ապացույց։ Խոսքի օրինակ, եթե դաժե դու այդ մարդու մեջքի հետևից կաղանացես եղել, մարդ չի կարա ցուցմունք տա, որ դու ես եղել, չէ՞։ Դա շատ վտանգավոր բան է, նշանակում է, որ դա շատ ոչ թե կոռուպցիական կամ ինչ-որ, բայց մաֆիայի գործն է եղել։ Մանավանդ ասեմ սենց, Ղարաբաղի իշխանավորներ միշտ Մոսկվայում բիզնես են ունեցել։ Ինքն էլ է ունեցել բիզնես։ Դե դա հաստատ Արայիկի մարդն է։ Ուրեմն ինչքան մենք գիտենք Արայիկ խորհրդականների մեջ է, ինչ որքանով գիտեմ։ Հյուսային Կավկազում էլ է ունեցել, դաշտեր է ունեցել։ Դրանք բիզնեսներ են ունեցել 90 թվականներին դաժե մարդ է եղել հատուկ իրան անուն ազգանուն չեմ ուզում տամ, որ իրան ուղարկել են դե հայ բիզնեսմեններին վերցնեն, սկսել են թալանել, բան իբրև հայ Ղարաբաղի համար փող են հավաքում։ Սենց բաներ էլ է եղել 90 թվականներին, առաջի պատերազմի ժամանակ։ Ու ասեմ սենց, խոսքի օրինակ մի հատ էլ պատգամավոր կա, Ղարաբաղից փախավ, հիմա մեծ սուպեր մարքետ արել Միացյալ Նահանգներում։ Հետաքրքիր է, չէ՞, այդ փողը ոնց նախ եւ առաջ այդ սուպերմարկետը որ ինքը պիտի առնի, այդ փողը դուրս է գալի հայկական բանկերի միջոցով։ Այդ այսքան փողը մեծ թիվ է։ Ամերիկայում դու կներեք զուգարան էլ չես կարող առնես, եթե փող չունես, բայց սուպերմարկետի մասին կամ փայադեր ունես կամ մեծ սուպերմարկետ սարքես, դա մեծ գումարներ է պետք։ Մի հատ հարց առաջանում Այսքան փող դուրս եկել Հայաստանից Ռոբիկի ժամանակ, Սերժիկի ժամանակ, հիմա էլ է դուրս գալու։ Այդ բանկի միջոցով է սա, չէ՞ գնում։ Ուրեմն մի հատ կոնտրակտ պիտի ներկայացնես պայմանագիրը։ Պայմանագիրի մեջ նշած ինչ որ ապրանք ես ստանում կամ ինչ որ մի հատ գործ ես անում, չէ՞։ Ու բարձր բան չի արվում, եթե փող ես անում։ Ուրեմն մի բան պիտի ցույց տաս։ Ինչ պիտի ցույց տաս, մի հատ fake փաստաթղթեր ու բանկ իբրև իրան էշի տեղա դնում Այսինքն նկատի ունեք, որ այս մարդու սպանությունը ավելի մեծ խաղի հետ է կապված։ Այո, կարող է մենակ իրան փողը չի դեղ ֆրացել, կարող է նախկին իշխանավորներին Հարավաղից էլ, որտեղ ինչքան ես հիշում եմ, ինքի Արայիկի թիմից է եղել, Արայիկ Արությունյանի թիմից է եղել։ Չեմ ուզում ասեմ, բոլոր դեպքերում մեր հայա, եթե Հայաստանը չթալանել ուրիշ երկիր է թալանել, તો թալանեն։ Ես դեմ չեմ։ Մենակ Հայաստան չկան թալանեն։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, գնացեք ինչքան փող կա, վերցրեք, բերեք Հայաստան։ Պրոբլեմ չի, ինչ միջոցով ինձ չի տակում։ Հայաստանը հարուստանա։ Բայց հետաքրքիր է, որ ասում են, որ ինքնասպանությունը իրանք կյանք ավարտեց ու մենք ինչքան լսել ենք, դեռ դանակ են ճարել։ Այդ առաջինը, եթե ինքը մտնում է դեսպանության տարածք, այդ կոնսուլստվա եղել չեն դե։ Այո։ Հաստատ ստուգում են, դեռ ձև չկա որ չստուգեն։ Եթե իրոք այս փաստերը դանակի փաստը որ դանակ են ճարել, այսինքն այդ նշանակում է, որ ոչ թե միայն Ռուսաստանի կողմից շահագրգռված մարդիկ են եղել, որ այդ մարդը ցուցմունք չտա ու դատարանը չհասնի։ Կարող է ինչ որ հայեր կամ նախկին Ղարաբաղի կլանը կամ ստեհից հիմա որ գտնվում են կարող է կապ ունեն։ Ես չեմ հավատում որ կարա սենց իրան սեփական փողով այսքան բիզնես դնի, դա հաստատ ինչ որ Ղարաբաղից փողերը գնացել է որ բիզնես դնեն դեր։ Այսինքն շատ մութ գործ է, բայց իմ կարծիքով տենց մեր հատուկ ծառայություններ կամ մեր ոստիկաններ, այն ներկայացուցիչներ, որ գտնվում են Ռուսաստանում, պիտի խառնվեն այդ գործի մեջ, հասկանան իրան առաջի փողը որտեղից է եկել,
որ բանկի միջոցով Հայաստանից ինքի փող ստացել, ով է խառնված Հայաստանում, հաստատ ես ասում եմ, Ղարաբաղից եւ Հայաստանից խառնված են։ Այդ բացառված է, որ բիզնեսին են, չէ, խառնված ոչ սպանությանը։ Եթե բիզնեսի մեջ էլ խառնված են, ու քրեական գործ են բացել, ուրեմն երկրորդ էլ բացառված չէ։ Ամեն դեպքում կհետևենք այս երկու դեպքերին բավականին աղմկահարույց է եւ սանդրություններից առաջ է փաստորեն ինչ որ կատարվում է։ Պարոն Պողոսյան, քանի Ավելի որ բարդ ալնելու օրից օր։ խոսեցիք այստեղ բանկերի հետ կապված, ես ուզում եմ մեր տեղական դեպքերի մասին այව անդրադառնալ։ Մի քանի օր առաջ, մեկ շաբաթ առաջ Աբովյանում երկու եղբայրների երևի կիմանաք այդ ինքնասպանության, այսպես ասած, դրվագը եւ հետո բանից պարզվեց, որ 700 մարդու անունով նրանք փաստորեն ապառիկներ են ձևակերպել, վարկեր են վերցրել։ Սա ինչ է նշանակում, որտեղ կա գումար, այնտեղ կա քրեական տար, այսպես է ստացվում, որտեղ կա խարդախություն եւ սա ինչի մասին է խոսում, ովքեր են իրար հետ համատեղ աշխատում։ Նայեք։ Եթե դուք գալիս եք երկու հոգի գալիս են 700 հոգի մարդու համար վարկ են վերցնում բանկից, նախ եւ առաջ եթե դուք մեծ գումար եք վերցնում, 700 մարդ դա մեծ գումար է արդեն, մինիմում էլի։ Դա շատ լուրջ գումար է։ Որը միլիոների մասին է խոսքը։ Ուրեմն նայեք։ Եթե դուք հիմա կգնաք կասեք, որ ես ուզում եմ 10 միլիոն դրամ վերցնեմ, ես հարց կտան, բայց դուք ինչ կարաք զալոգ դնեք։ Դրա պետք է դրվի։ Ինչ եք դնելու։ Խոսք ունեք ավտոն, նայեք, ուրեմն տենց։ Եթե դուք վերցնում եք խոսք ունեք 100 միլիոն դրամ, այդ զալոգը պիտի դնեք 130-140 միլիոնի դուք, այսինքն ավել, մի 30-40% ավել եք դնում։ Այսինքն եթե ձեր բնակարանը արժի 130 միլիոն դրամ, դու կարաք ստանաք 100 միլիոն դրամ։ Ինչու՞, որտեղ բանկ կարող է 100 միլիոն ծախի մինիմում, դա գնա։ Եթե դուք բան եք դնում, որ բանկ ապահովի իրան ռիսկերը, առանց ռիսկեր sense մեծ գումարները չեն տալիս։ Այդ առաջինը։ Երկրորդ անգամ որ գալիս ես, ել ես վերցնում ուրիշ մարդու համար, բայց էլ կու ազնագիրով։ Բանկը բացում է նայում է, ուն ես ախպեր, հալա չես փակել։ Երրորդ անգամ ես գալի, երրորդ անգամ ես գալի։ Ընդ որում թոշակառուներին էլ է տրվել այդ վարկը։ Այդ նշանակում է, որ բանկի հետ, այն մարդկանց հետ, ով որոշում է կայացնում, որ տան չտան, դրանք կապի մեջ են։ Այդ առաջինը։ Երկրորդը, առանց բանկի ներքին ավանդանկության համակարգին դու չես կարող այսքան գործ անես, դրանք են հետևում, ում ես տալի, ոնց ես տալի, ինչ փաստաթղթերի դեմ ես տալի, իրանց ինչ պատմություն ունեն բանկի վարկային պատմություն ինչ ունեն, ուրեմն այդ սրանք ուսումնասիրել, այդ առաջինը, երկրորդը, նո չեմ կարող ասեմ, որ ստեղ ուժայիներ խառնեն, Էդի բանկային բանն է, էդի բանկի Սա մենք մի փոքրիկ դրվագ ենք ասում, նորակառույցների հետ կապված վարկերը, նորից բանկերը։ Սա ամեն ինչ ինչի մասին է խոսում։ Այդ ամեն ինչ խոսում է դրա մասին, որ ես նորից ասում եմ, Հայաստանում օպերատիվ գործողությունները շատ թույլ է, շատ։ Ես ինչ համար ասում եմ, որ նայեք, ուժայիններ չնեղանան, բայց այն մակարդակը չի, ինչ որ ես պատկերացնում եմ ու գիտեմ ինչ մակարդակի մենք արանք հասնենք։ Բայց այսօր սենց ասեմ, գիտեք մենակ ղեկավարը չի ստեղ է, որ խոսք ունակ ԱԱՑ-ի տնօրեն կամ ՄՎԴ-ի նախարար, մենակ դրանք չեն։ Ասեմ սենց, երկար տարիներ մեր հատուկ ծառայություններ շատ ուշադիր ու շատ լուրջ աշխատել են ինդիմության դեմ։ Փոխանակ աշխատեն դեսպանների դեմ, խոսք ունենք, լիքը դեսպանություն ունենք ստեղ, չէ։ Այն խոսք ունենք պետություններ ստեղ կան, այ Բելարուսիայի նման։ Հաստատ որ թուրքերի հետ համագործակցում է ադրբեջանցիների հետ։ Հիշում եք Լուկաշենկոն ասում է մենք քննարկել ենք, պատրաստվում կարելի է հաղթել, չի կարելի, չէ։ Դա
Հաստատ իրանց հատուկ ծառայությունները, որ գտնվում են մեր տարածքում, իրանց դեսպանատանում, հաստատ ինֆորմացիա փոխանցում են։ Ով ասել, որ խոսքի օրինակ, ինչ որ էլ իրանց բարիկամ ODKB-ի գտնվող պետություններ կամ SNG-ի մեջ գտնվող պետություններ ադրբեջանցիների համար չեն աշխատել մեր տարածքում։ Այ իրանց դեմ աշխատեք, նայեք ՊՆ-ում ինչա կատարվում, բայց ընկել են մեր հետևից, սենց ասեմ, գլոբալ մասշտաբով ոչ թե մենակ ինձ էլի, ու բայց լրիվ օպերատիվ աշխատանքը գնաց իրանց ճանապարհով դրանք, ուրիշ ճանապարհով շատ նայեք, սենց ասեմ, Հիմա մեծ կենտրոնում գնում է շատ տներ են սարքում, չէ՞, շինարարությունները գնում է աղագին տեմպերով, չէ՞, Հայաստանում։ Մի հատ փոքր տարածք են վերցնում, այս խոսքինակ շենքա կառնած, իրան կողքը կպած 50 մետր այս կողմը միանգամից էլի շենք են վերցնում։ Կենտրոնում։ Այդ մեր գլխավոր արխիտեկտորը ուր է նայում։ Ինքը ինչ մի դասի։ Խոսքինակ քաղաքապետին, չէ՞, կամ վարչապետին, մի դասի, այ ցավոտան։ Այդ ինչ եք անում։ Այսքան մեծ փոքր Երևանն է, կենտրոնը, այսքանն է։ Իրան կողքը տները սարքում եք։ Իմ համար դա կոռուպցիա կա։ Այո, ես հենց եմ վերլուծում, որովհետև ոնց ասեմ, այս արխիտեկտուրի անսամբլը չունենք մենք։ Հասկանում եք։ Այդ տեսքը չկա, սենց իրա կողքը կպած, մարդիկ գալիս արդում են կենտրոնում եմ արել, բայց հա, լավ եք անում կենտրոնում եք, բայց որ կենտրոնը ոչնչացնում եք, միաց այդ գյուղավարի քաղաք եք սարքում, հետո ոչ մեկի չի հետաքրում, լիքը կոռուպցիայի նշաններ կա Հայաստանում, նշաններ, քանի որ կենտրոնում, այդ թանգանոց հաճույք կա կենտրոնում հողը վերցնես, տուն սարքես, բայց քանի որ իրար կողքն են սարքում, գլխավոր արխիտեկտորը չի ասում, այդ ինչ եք անում, սենց չի կարելի։ Այդ նշանակում է, արդեն նշաններ է, որ հատուկ ծառայություններ սկսել զբաղվել։ Բայց եթե չեն զբաղվում, կամ բանի մեջ են, կամ անմասնագետ են, թող որոշեն, իրանց համար որ կարծիքը մեր ավելի սենց ձեռնատու է, անմասնագետ են, կամ խառնված են այդ գործերի մեջ։ Իմ կարծիքով ավելի իրանց համար, երկրորդ ավելի ձեռնատու իրանց համար, եթե ձեռնատու է, աշխատեք։ Դրա համար ես ասում, օպերատիվ աշխատողների շատ մեծ քանակով գալիս են երիտասարդներ։ Այդ պրոֆեսիոնալիզմը իջնում է, այդ որակը իջնում է։ Կոռուպցիան շատ լուրջ տենում է այդ բանը, որ որակը իջնում է, օպերատիվ աշխատանքը այն մակարդակում չի։ Հիներ գնացել են արդեն, որ մեծ մասը սենց ասեմ, մեծ մասը զորացրվել են համ ոստիկանությունից, համ ԱԱՑ-ից, որովհետև համաձայն չեն, ինչ որ կատարվում է Հայաստանում։ Սպան մնում է սպա։ Իսկ համաձայն են, որ ծառայությունը 1.5 տարի լինի։ Կան։ Նայեք, բանակում ոչ մեկ։ Մենք խոսել ենք այդ մասին։ Բանակում ոչ մեկը համաձայն չի։ Ոչ մեկը համաձայն չի։ Բանակում, նայեք, ես հենց ասում, տղեր կան, որ կորպուսից էլ են զանգել, գլխավոր շտաբից էլ են զանգել։ Ասում են ինչ են կատարվում, բան, կարակ բացրազայնեք այս բանը, մենք Այսինքն տեսակետները չի փոխվել։ Նորից մնում են նույն կարծիքին։ Նայեք, ես չգիտեմ դրանք նիստի ժամանակ ինչ են ասում գլխավոր շտաբպետին ու նախարարին, բայց ես խոսքինակ ասում համաձայն չեք կամ զորացրվեք, կամ դուրս եկեք ասեք, որ բանակը քանդվում են։ Դե զորացրվում են ձեր ասելով։ Համարձակությունը չունեն այդ։ Մարդ կա որ զորացրվում է, մարդ կա ասում է, նայել ես ասում ով զորացրվեց, հիմա տաքսի է քշում։ Թոշակը շատ հացի խնդիր ունեն մարդիկ։ Ես էլ եմ հասկանում, որ պրոբլեմ կա, բայց մարդ խոսքինակ ասում է զորացրվեմ, գնամ տաքսի աշխատեմ, այսքան թոշակ եմ ստանում, մի քիչ էլ տաքսիով աշխատել, ոնց եմ ապրելու, ես էլ ասում եմ, հələ սպասեք, մի զորացրվեք, այդ ամիջ փոխվելու է շուտ տաուշ, դիմացեք, բանակին պետք եք, մասնագետ եք, բայց դրանք իրանց շատ ծանր են զգում դեղ, որովհետև դրանք մասնագետ են ու տենում են ինչ է կատարում, մարդիկ չեն ուզում մասնակցեն այդ ամեն ինչին։ Ասում եք, ասում դե ասում ենք, լսող էլ չկա։
Սենց բաները նայեք, այդ 6 ամիսը որ ուզում ենք կրճատեն, էդի թակուն ընդհանուր բանակի կրճատումներ է։ Էդի սենսն է չէ որ կրճատում են։ Մենք այսքան դեմոգրաֆիա չունենք, նայեք։ Հիմա խոսքնակ 2 տարի անցնում է, ամեն մի կես տարի զորակոչ են անում, չէ՞։ Ուրեմն բայց քանի որ դեմոգրաֆիան շատ մեր մոտ թույլ վիճակում է, մենք չունենք այսքան այդ 6 ամիսը բերելու այն որ կանակ ավելի փոքր ալնելու բանակի համար չես հասցնելու որ այդ 17 տարեկան դառնա 18 այդ կանակը իջնում է Հայաստանից մենք պիտի հասկանանք մաթեմատիկայի առումով այդ կանակը իջնում է դա շատ վտանգավոր բան է դրա համար ես ասում եմ լիքը խնդիրներ կա եւ ուժայիներում եւ բանակում նախ եւ առաջ բարիք փոխումները պիտի սկսվի բանակում ոչ թե գնան NATO մատոյ sense նենց այնա NATO-ի մենք էլ գիտենք NATO ոչ մի լուրջ պատերազմի 45 թվից ոչ միտեղ էլ չկարող միշտ թույլ պետության դեմ մասնակցում չէ պատերազմատանում բայց հիմա մենք տենում ենք ռուսական եւ ուկրաինական պատերազմը այնտեղ մենք հասկանում ենք Վապերը լրիվ այն գահապարներ ունեն, որ մերը խաբարել չեն, ինչ հանդեղ կատարուն։ Սենց թեթև հետևում են, բայց այն չի։ Բայց, հիմա բանակը ոչ թե, որ նատոն մեզ ասում է բան, կար ժամանակով հասնես կու նպատակի, մայրը կաղաքը վերցնում ես, գրավում ես այս պետությունը։ Հիմա չկա սենց որ մեկ պետություն, եթե ատամային ռումբը չի օգտագործում, պատերազմը շատ կարճ, եթե սկսում է պատերազմը, ոչ միտեղ չտևելու։ Երկար ժամով է թվելու այդ պատերազմը, այսինքն մի տարի, կես տարի, 2 տարի, այսինքն ինչ։ Ինչ որ տեսնում ենք Ուկրաինայում։ Պետությունը պիտի զապաս ունենա տնտեսության գծով։ Պամպուշ արտադրես, սնարյադներ արտադրես, ռակետ արտադրես, ամեն ինչ պիտի արտադրես, տեխնիկան սարքես, ամեն ինչ։ Եթե չունես, հիմա Ուկրաինա եւ Ռուսաստանը ցույց է տալի։ Ստրատեգիայի առումով պատերազմը բանակը պիտի դիմանա երկար պատերազմին։ Կարճ պատերազմի մասին մոռացեք։ Այլևս կարճ պատերազմներ երբեք չի լինելու։ Եթե իհարկե там, ասենց ասեմ, ատամային ռումբը չեն օգտագործելու, բայց կարճ պատերազմ այլևս չի լինելու։ Մանավանդ ՆԱՏՕ դեպարզա ՆԱՏՕ-ն հարձակում է ամբողջ իր ներուժով Իրաքի իրա կամ Լիվիայի իրա կամ Աֆղանիստանի դեր պրոբլեմ չկա, ասենց ասեմ։ Բայց մենք հələ չենք տեսել, որ ՆԱՏՕ մտնում է Ռուսաստանի դեմ։ Կարա դա չէ հարցը։ Մենք հələ չենք տեսել, որ Ամերիկյան նահանգներ կամ, չգիտեմ, Բրիտանիա հարձակվի Չինաստանի իրա, Հյուսային Կորեայի, մենք չենք տեսել, հələ չգիտենք ինչ է ստացվել իրանց մոտ։ Բայց մի բան պիտի նշեմ նայեք, վերջում այս թեմայով, մեր բանակի հետ կապված։ Այն պետությունը, որ չի արտադրում ոչ մի բան, մենք ինչ կանել զենք չառնենք Ֆրանսիայից, Հնդկաստանից, ինչ որ խոպի միջոցները չառնենք, տանկերը չառնենք, սամալյոտները չառնենք, վերջում որ պատերազմ ալնելու, ելի սահմանը փակելու են բոլոր, մեր մոտ փակալնելու, ու դու ոչ մի տեղից չես կարող ոչ մի բան դերես։ Մնարես մինակ դու կուզինվորներ դատարկ պայիսներով։ Դրա համար այն պետությունը, որ ուզում է, որ միշտ ասում են, ուզում ես խաղաղություն, պատրաստի պատերազմին, պիտի ստեղծես գործարաններ, տարբեր կենտրոններ, որ ռեմոնտ են անում տանկերի, խոսք ունենք հիմա նայեք, պատերազմ ասկսում, տանկեր են խփել, սեղ մեր գործարաններ չունենք, բաշնյան հանենք, նոր բաշնյան տնենք, ինչ պիտի անենք, այդ տանկը կամ BTR կամ BMW պիտի ուղարկենք Ռուսաստան, նայեք, մոտորապես հիմա, որ 2 BTR մտցնենք Il-76 մեջ, այդ մոտորապես $200,000 փող արժի, մենակ ինքնաթիռ գնալ, հələ գալու մասին չեմ ասում, 400,000 դուք ծախսում եք գնալ գալ, մի քանի ամիս պետք է որ այդ տանկերը սարքեն, բայց 2 տանկի մասին չի գնում խոսակցությունը գնալու, 100 տանկի մասին խոսք ունենք 100 BTR-ի, 100 BTR-ի մասին խոսակցությունա գնալ, ուր եք տանելու, դուք ստեղ ոչ գործարան ոչ մի բան չեք դրել, սնարյադները պրծները, խոսք ունենք նույն խոպ ենք առնում Հնդկաստանից, վաղ այդ ռակետը պրծավ, սահմանը փակ, ինչ եք անելու։ Դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք մեր ռազմա Դա նշանակում է, մենք ոչ մի բանին պատրաստ չենք, մարդիկ իրանց տեղում նստած չեն, լիքը գեներալներ, տալանտավոր գեներալներ կան, որ կարան ավելի լուրջ ու խոր
գաղափարներ ունեն, կարող օգտակար լինեն անուն հայրենիքին, բայց անձնական բանով Նիկոլ Փաշինյանը անձնական բուտություններով բանանում մարդկանց հավերում, որ բանակում ավտորիտետ չունեն, հարգանք էլ մեծ մասը չունեն, մարդիկ ուզում են զորացրվեն, արդյունքներ մենք չենք տենում իրաց բարի փոխումներ, պրոֆեսիոնալ բանակ, զրույցներ գնում Հայաստանում, ու մեծ մասը ոչ մասնագետներ են խոսում այդ թեմայով, դրա համար ասում եմ, միջև որակը մնալու է նույնը գլխավոր շտաբում եւ ընդհանուր մեր պետության մեջ ես ասում եմ ոչ թե մենք մեր նպատակին չենք հասնելու Հայաստանը որպես պետություն էլ չի լինելու որովհետեւ վտանգները հիմա շատ մեծ են մենք տենում ենք ամբողջ պետություններ աշխարհում ամբողջ Տարածաշրջանում Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, Սաղ գիտեք որ Ադրբեջանը արդեն քանի հատ գործարան ստեղծել ու ստեղծում է Թուրքիան ինչ տեմպերով բարի փոխումներ անում իրան զենքերի հետ կապված փոխումա բանակում բանակի կանակավելանում է Կիպրոսը, Հունաստան, Իսպանիան, Իտալիան, Մենք պատրաստվում ենք խաղաղության։ Մենք գնում ենք խաղաղության։ Իրանց սիրելի Վենսը ասեց Այդ պետությունը որ չի մտածում պատերազմի մասին ինքը երբեք խաղաղության մեջ չի ապրելու մենք Վենսից հələ Վենսը կիսատ գրագետ մարդա մենք դրա մասին ասում ենք ամբողջ մեր կյանքը ինչ կան ապրում ենք սկալեն ասում ենք մերոնք էլ ասում է բանակը կրճատում ենք ում ինչ բանակ պիտի ունենանք մարտական տա ոչ մարտական պրոֆեսիոնալ բանակ ենք ունենալու այսինքն ես ասում Ժորժ ջան ուզում եք այդ ամեն ինչ որ պիտի փոխվի եթե ուզում եք մնաք sense բայց վերջում բան եմ ասում վերջում եթե այս բանը շարունակելու մեզ ուտելու են դա միանշանակ Եկեք չմտածենք մեզ ուտելու մասին, մենք կարծում եմ մենք այնպես կանենք, որ մենք այդ սխալը դրա մեջ է։ Եթե չես մտածում, որ կես կարան գան, ուտեն ոչ մի բանի պատրաստ չես լինելու։ Как раз մենք պիտի մտածենք, որ կարող են մեզ գան ուտեն, դրա մենք միշտ պիտի պատրաստ լինենք, որ չուտեն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պողոսյան, թեմաները շատ են, բայց մեր ժամանակը ցավոք արդեն ավարտվեց եւ վերջին հարցը շատ կարճ։ Ամեն դեպքում Իրան-Իսրայել հակամարտություն դուք տեսնում եք։ Ընդ որում նորից եղավ հայտարարությունը, որ միջուկային զենքի ստեղծումը օրակարգում իհարկե չկա, բայց ուրանի հարստացման անհրաժեշտությունը դեռ Իրանում կա։ Նայեք, ես իմ մոտությունը տենց է, քաղաքական մոտությունը տենց է։ Իրանը իրավունք ունի ատամային զենք ունենալ, ուզած չուզած։ Այս տիպի պետություններ ոնց էր Հայաստան, իրավունք ունի ունենալ ատամային ռումբը, որովհետև որ մեր վրա հարձակվում են, ոչ մեկը օգնություն չի գալիս մեր, չէ՞, չի օգնում։ Այս պետությունները, որ միշտ գտնվում են վտանգի տակ, իրավունք ունեն ինքնապաշտպանության։ Այո, միայն Հիմա եթե Իսրայել ունի ինչու Պարսկաստան չի պիտի ունենա, բայց Նետանյախի համար այս պատերազմը պետք է։ Բայց երեք տեսել եք Պարսկաստանը իրան ծիվիով ինչ ցույց տվեց, այդ գախնի փաստաթղթեր ներսից։ Ու ասում է այդ կու ժողովն է ստվել, որովհետև կու դեմ են, կու այդ համաձայն չեն։ Իսրայելում չեն ուզում մեծ մասը, ժողովուրդը չուզում Իրանի հետ մտնեն պատերազմի մեջ։ Այս պատերազմը ցույց տվեց, համարել սենց որ շարունակ երկու շաբաթ Թել Ավիվից բանել չի մնա։ Բայց Տրամպը էլ մեծ շանս ունի։ Մեծ շանս ունի, որ այս ոչ թե պատերազմը կաղնացնի։ Այստեղ երկու ճանապարհ կա։ Ես ամերիկացիներին ասել եմ նույնը դեսպանատան աշխատողների հետ որ խոսացել ենք եւ Ֆրանսիայի դեսպանի հետ որ խոսացել եմ։ Ես ասեմ, դուք շանս ունեք Պարսկաստանից սանկցիա հանում եք, լրիվ բանկայի հաշիվների փակում եք, այդ գումարի հիմա որ ձեր պակալել են բացում եք, տալիս եք գարանտիան, որ ոչ մեկը չի արձակվելու, լուրջ պայմանագիր եք ստորագրում, Իրան Պարսկաստանը պատրաստ է, որ ասի ես դուրս եմ գալու այդ ատամային ծրագրերից դուրս եմ գալու, այս ճանապարհը բացվում, որ հետագայում մենք ասենք Իսրայելին եւ Պարսկաստանին եկեք
Մեկ սեղանի շուրջ եւ ես էլ ասում եմ գնան բանակցությունների։ մենք պարսիկների հետ լավ կապերի մեջ ենք, մենք կարանք էլ որպես հայեր մեծ դեր խաղանք։ Հա, վերջում որոշում ենք կայացնում, չէ, գալիս են նորից դուրս են գալի Պարսկաստանի դեմ։ Դրա համար Տրամփը ունի լավ շանս, Իսրայելը լավ շանս, մենք էլ կարանք օգտակար լինենք որպես հայեր, մենք էլ խոսացել ենք պարսիկների հետ էլ։ Նույն ասեմ Տրամփի թիմի անդամել ենք խոսացել, բացատրում ենք, մինչև այսօր բացատրում ենք, որ եկեք Պարսկաստանի դեմ մի գնացեք։ Մենք որպես հայեր կարանք կամուջ դառնանք։ Բայց Նետանյախի համար պետք է պատերազմը Պարսկաստանի հետ ու այդ զենք զինամթերք գործախողների համար լոբինգի այդ մեծ մաֆիայի համար էլա պետք։ Փողերի լվացման։ Ոչ թե փող աշխատելու համար։ Ցեղ լվանալու պետք չի։ Իրանց պետք է այս պատերազմը, բայց քանի որ հիմա ամբողջ Լատին Ամերիկան, Ֆրանսան դեմ են, որ այդ պատերազմը սկսի, Ին կարծիքով ոչ Տրամփը, ոչ Նետանյախը ռիսկը չի գնալու, բայց ռիսկերը շատ մեծ է։ Ու այս անգամ ես է պատերազմը սկսվի, ամբողջ մեր տարածաշրջանը մտնելու այդ խաղի մեջ, ամբողջ, եւ Հայաստան, եւ Ադրբեջան, եւ Թուրքիան, եւ արաբական երկրներ, եւ Ռուսաստան։ Ես այս անգամ դրան գնալուն այդ քայլին դնելու շատ լուրջ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պողոսյան, այս հաղորդման համար հետևենք իրադարձություններին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։